Վիտամին B1-ը թիամինը կարևոր նշանակություն ունի ածխաջրերի փոխանակության գործընթացներում։ Բացակայության դեպքում առաջանում է բազմանյարդաբորբ։ Օրգանիզմը թիամին ստանում է սննդի հետ, իսկ որոշ քանակություն գոյանում է աղիքների միկրոօրգանիզմների կողմից, սակայն դա չի բավարարում ֆիզիոլոգիական պահանջը։ Վիտամին B1-ի անբավարարությունից թուլանում է աղիքների գալարկծանքները, առաջանում է փորկապություն, մկանային թուլություն, նվազում ֆիզիկական և հոգեկան աշխատունակությունը։ Բացակայության կամ աննշան պակասի դեպքում առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի։ Վիտամին B1-ով հարուստ են նաև սոյան, հնդկացորենը, եգիպտացորենը։ Վիտամին B1-ը պարունակվում է խմորասնկերում, հացի կվասում, հացահատիկային և ընդավոր բույսերում, հիմնականում ցորենի սաղմում և թփերում։ Կենդանական ծագման մթերքներից լյարդը, խոզի ոչ յուղոտ միսը, սիրտը։ Վիտամին B2-ը մասնակցում է աճման, ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների փոխանակությանը։ Կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, ներգործում աչքում տեղի ունեցող փոխանակության վրա, ապահովում է լուսային և գունային տեսողությունը։ Անբավարարության դեպքում առաջանում են շրթունքների չորություն, ճաքեր, բերանի անկյուններում մուտիչ, մազերը թափվում են, կարող է առաջանալ շաղկապենաբորբ և կոպաբորբ։ Վիտամին B2 պարունակում են ձուն, պանիրը, կաթը, միսը, ոսպը, սոյան, կանաչ ոլորը, խմորասնկերը, ինչպես նաև տանձը, տեղցը, գազարը, լոլիկը, ճակնդեղը, ծաղկաղաղամբը և այլն։ Ռիբոֆլավինը շատ զգայուն է անձրևմանուշակագույն ճառագայթների նկատմամբ, ուստի դրա պատրաստուկները և սննդամթերքը պետք է պահել արևի ճառագայթներից պաշտպանված տեղում։ Խոհարարական մշակման հետևանքով B2-ի փոքր քանակությունն է կորչում։ Մթերքները չորացնելիս, մանրազերծելիս, բանջարեղենը և միսը եփելիս կորչում է վիտամինի մոտ 20%։ Վիտամին B3 կամ PP նիկոտինաթթու մասնակցում է բջջային շնչառության ռեակցիաներին, սպիտակուցային փոխանակությանը։ Բարձրացնում է օրգանիզմում բուսական սպիտակուցների օգտագործումը։ Կանոնավորում ստամոքսի հյութազատիչ և շարժողական ֆունկցիաները։ Լյարդի գործունեությունը, բարելավում է ենթաստամոքսային գեղձի հյութազատությունն ու բաղադրությունը։ Նիկոտինաթթվի, ինչպես նաև սպիտակուցների անբավարարությունը հագեցնում է պալեգրայի քրոնիկական հիվանդության առաջացմանը։ Վիտամին B3 կիրառվում է պարտադիր բժշկական խորհրդով, նշված և շատ այլ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար։ Մեծ չափաքանակներն առաջացնում են տհաճ, բայց օրգանիզմի համար ոչ վնասակար երևույթներ։ Վիտամինի ընդունումից մի քանի րոպե հետո նկատվում է դեմքի, մաշկի ուժեղ կարմրություն, ջերմության զգացում, որը տարածվում է մարմնի այլ հատվածների վրա և կարող է ուղեկցվել մաշկի ջերմաստիճանի իրական բարձրացումով։ Նիկոտինաթթվի հիմնական աղբյուրներն են ընտանի թռչունների և տավարի միսը, լյարդը, երիկամները, խմորասնկերը, բրնձի թեփը, ցորենի սաղմերը։ Բարձր ջերմաստիճանը, եփելը, տապակելը գրեթե չեն ազդում մթերքներում եղած պարունակության վրա։ Կայուն է նաև լույսի, օդի, ալկալիների ներգործության նկատմամբ։ Անբավարարության կանխարգելման նպատակով սնունդը պետք է լինի բազմազան։ Վիտամին B6-ը պիրիդոքսինը ապահովում է սպիտակուցների և ճարպերի բնականոն յուրացումը, մասնակցում ազոտային փոխանակությանը։ Անբավարարությունն առաջացնում է վաղ տարիքի երեխաների աճման կասեցում, ստամոքսաաղիքային խանգարումներ, սակավարյունություն, բարձր դրդելիություն, իսկ հղիների մոտ բերանաբորբ։ Դեմքի և պարանոցի մաշկի, գլխի մազածածկ հատվածների բորբոքում, անքնություն, դյուրագրգռելիություն։ Պիրիդոքսինը չնչին քանակությամբ պարունակվում է բուսական և կենդանական ծագմամբ շատ սննդամթերքներում։
Սովորական պայմաններում B6 վիտամինի անբավարարություն չի առաջանում, որովհետև բավարար քանակությամբ սինթեզվում է աղիների բակտերիաների կողմից։ Հակաբիոտիկների առանց հսկողության ընդունումն ընկճում է աղիքային միկրոօրգանիզմների ֆունկցիան և վիտամինների արտադրությունը նվազում է։ Պիրիդոքսինը կայուն է թթուների, ալկալիների, բարձր ջերմաստիճանի նկատմամբ, իսկ արևի ճառագայթներից քայքայվում է, տաք պայմաններում ավելի արագ։ Քանի որ վիտամին B6-ը լայնորեն տարածված է բուսական և կենդանական մթերքներում և կայուն է խոհարարական մշակման ժամանակ, B6-ի վիտամինային անբավարարության կանխարգելման անհրաժեշտություն չկա։ Վիտամին B9 ֆոլաթթու մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում է ոսկրածոցի արյունաստեղծման ֆունկցիան, նպաստում վիտամին B12-ի յուրացմանը։ Ֆոլաթինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում։ Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում և բույսերի կանաչ տերևներում։ Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից։ Մարդու աղիքների միկրոօրգանիզմները ստեղծում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը։ Խոհարարական մշակման և պահածոյացման հետևանքով ֆոլաթթուն քայքայվում է։ Վիտամին B12 Վիտամին B12 ունի մեծ կենսաբանական ակտիվություն։ Մասնակցում է մեթիոնինի, նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը և այլն։ Վիտամին B12-ը օրգանիզմը ստանում է սննդի հետ, որոշ չափով սինթեզվում են աղիքների միկրոօրգանիզմները։ Այն հիմնականում պարունակվում է կենդանական ծագմամբ մթերքներում, հատկապես տավարի լյարդում։ Ցիանակոբալամինը կիրառվում է բժշկության, անասնաբուծության և թռչնաբուծության բնագավառներում։ Արդյունաբերության մեջ ստանում են մանրէ կենսաբանական սինթեզի եղանակով։ Վիտամին B12-ի անբավարարության կանխարգելման համար կարևոր նշանակություն ունի լիարժեք կենդանական ծագմամբ մթերքներով հարուստ սնունդը։ Ճիճվային հիվանդությունների կանխումը և բուժումը։ Քանզի օրգանիզմում մակաբուծող որդերն օգտագործում են մեծ քանակությամբ ցիանակոբալամին, որի պատճառով էլ ճիճվային հիվանդությունները հաճախ ուղեկցվում են սակավարյունությամբ։